Պարոն Պապոյան, նախ շնորհավորում եմ ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։ Եվ ցանկանում եմ հարցս այսքան փոխանցել քաղաքացու կողմից տրված հարց, խոսք եմ տվել բարձրաձայնել։ Խոսքը հետևյալի մասին է, Գարնան մեկնարկով գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջանն է սկսվում եւ այս համատեքստում ցանկանում ենք ճշտել արդյոք 2026 թվականի Գարնան համար նախատեսված է գյուղատնտեսական կենդանիների պետական պատվաստման ծրագիր Հայաստանի գյուղական համայնքներում, քանի որ անցած տարի որոշ համայնքներում խնդիրներ են եղել, քանի որ որոշ գյուղացիներ չեն մասնակցել պատմաստման գործընթացին եւ այս համատեքստում ցանկանում ենք իմանալ արդյոք նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի այս Գարնանը կենդանիների համընդհանուր պատվաստումների ապահովումը իրականացվի պատշաճ կերպով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի Հոբելյար Գևորգ Պապոյանը, համեցեք պարոն Պապոյան, ամեն ինչ փչացրեց մեր падգամավորը, մենք տորտ, մոմ, բան sense բաներ ենք պատրաստել, բայց սահմանափակվենք այսքանով եւս մեկ անգամ շնորհավոր պարոն Պապոյան։ Խնդրեմ։ Շնորհակալություն պարոն Սիմոնյան, հարգելի գործընկերներ, նշեմ, որ քաղաքացին ճիշտ է, նախորդ տարի մենք իրականացրել ենք եւ ընդհանրապես ամեն տարի իրականացնում ենք համապատասխան աշխատանք, որպեսզի կայուն անասնահամաճարակային իրավիճակ ունենանք երկրում եւ չնայած այո, այդ խնդիրներ եղել են եւ մշտապես եղել են, բայց մենք պետք է արձանագրենք, որ նախորդ տարվա ընթացքում մենք չենք ունեցել որևէ բռնկում եւ նախորդ տարվա ընթացքում երկրում կայուն անասնահամաճարակային իրավիճակը պահպանվել է եւ այս առումով կատարված գործողությունները եղել են արդյունավետ։ Արդյոք որոշակի դժվարություններ ու խնդիրներ պրոցեսի ընթացքում լինում են։ Լինում են եւ ես շնորհակալություն հայտնել այս առիթի համար, որովհետեւ երբեմն, տեսեք, պետությունը վճարում է միլիոնավոր, 100 միլիոնավոր դրամներ։ Ձեռք ենք բերում այդ վակցինաները։ Տասնյակ միլիոնավոր դրամներ ենք վճարում, որ մեր անասնաբուժներին, որպեսզի գնան եւ այդ պատվաստումը իրենք իրականացնեն անվճար, բացարձակապես անվճար, բայց ցավոք սրտի երբեմն ոչ հաճախ ունենում ենք դեպքեր, երբ որ դժկամությամբ են մեր քաղաքացիները համաձայնվում, որ իրենց անասուններին պատվաստեն, կամ եղել են նաեւ դեպքեր, երբ որ կենդանիների քանակը եղել է շատ 10, 20, 30 եւ ավելի, բայց օրինակ ասվել է ունեմ ենթադրենք 1 կամ 2 կենդանի եւ այդ քանակն է պատվաստվել եւ հետո ողջել ենք, որ պատճառը նա է, որ օրինակ նպաստի համակարգից դուրս կգա, եթե ողջվի, որ ինքը ունի օրինակ այդքան շատ կենդանիներ։ Այս առումով առանձին այցեր ենք նաև նախորդ տարվա ընթացքում ամռանը առանձին այցեր ենք կատարել բարձր լեռնային հատվածներ, որտեղ այդ կենդանիներն են եղել, այսինքն մենք հետո ենք դա հասկացել եւ արդեն գնացել ենք բարձր լեռնային հատվածներում, սարերում, երբ որ կենդանիները կան, այնտեղ ենք պատվաստում արել եւ խնդիրը լուծել ենք, բայց եթե հետեւողական չլինեինք, այո, կարող էր խնդիրներ կարող էին առաջանալ։ Այս առումով բարձրացած հարցը արդիական է եւ ես խնդրում եմ հորդորում եմ մեր ֆերմերներին, որոնք որ անասնապահությամբ են զբաղվում, այս գործընթացում մեզ աջակցել, որովհետև կայուն անասնահամաճարակային իրավիճակի պահպանումը ոչ միայն բխում է բոլորի շահերից, մասնավորապես նաև իրենց շահերից, այլ նաև դա մեր երկրում անվտանգ սնունդ ունենալու կարևոր գրավականներից մեկն է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Պապոյան։